Սիրելի դերկաներ, հարգելի հյուրեր, տիկնակ եւ պարոնայք։ Այսօր անվտանգային հարցերով միջազգային այս համաժողովը տեղի ունենում ոչ պատահական վայրում։ 2022 թվականից երբեմնի ամենահանգիստ անվտանգ տուրիստական կենտրոն հանդիսացող Ջերմուկ քաղաքը վերածվել է սահմանագծի։ Եվ ցավոք մեր սուվերեն տարածքների խախտումներ են տեղի ունեցել ոչ միայն այստեղ, այլ նաև Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում։ Հակառակորդը չի սահմանափակվել Արցախով։ Ավելին, Արցախից հետո նրա նկրտումներն ավելի ագրեսիվ են դառնում, ինչի հետևանքով ունեցանք Ջերմուկի, Իշխանասարի, Սոտքի ներքին հանդի դեպքերը։ Հայաստանի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել։ Մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել, եւ այս գիտակցումը մեզ բոլորիս հանգիստ չի տալիս, բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ավելի ուժեղ եւ միասնական։ Ես մեկ հարց ունեմ այսօրվա իշխանություններին. որտեղից ձեզ այսքան ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական ազգային արժեքների նկատմամբ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ատելությամբ եւ պառակտումներով ոչինչի չեք հասնելու։ Դարեր շարունակ հայերին փորձել են բաժանել, մասնատել, բայց հայը իր մեջ ուժ է գտել միավորվելու եւ հաղթանակ կերտելու։ Վառ ապացույցը Արցախյան ազատամարտը եւ Սարդարապատը։ Սարդարապատի ճակատամարտը մեր միասնության խորհրդանիշն է, որի արդյունքում կերտվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որովհետև կողք կողքի կռվում էին գյումրեցիները, երևանցիները, էջմիածիները եւ Արցախի ժամանած մահապարտների գունդը։ Ոչինչ չի փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակը համոզել։ Մեր նախնիների արյունը մեր մեջ, իրենց գենը կրողն ենք մենք, եւ սա պարզապես խոսքեր չեն։ Նույն 2022 թվականին Ջերմուկի ռազմական գործողությունների ժամանակ օգնության եկավ Արցախի ստորաբաժանումները։ Առանց վառելիքի, հացի, դեղորայքի, շրջափակման պայմաններում արցախցիները իրենց արյան կանչով եկան իսատարում իրենց եղբայրների։ Այդպես եղել է, այդպես էլ կլինի։ Փոխվել է ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունը եւ տրամաբանությունը։ Մեր աչքերի առաջ տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ, եւ մենք միշտ պատրաստ պիտի լինենք պաշտպանվելու եւ դիմակայելու ցանկացած մարտահրավերների։ Համաշխարհային անվտանգային համակարգը եւս փլուզում է, միջազգային մեխանիզմները թուլանում են։ Մեզ նման փոքր պետությունների համար գերակա խնդիր է ունենալ գործուն եւ կատարելագործված զսպման մեխանիզմներ։ Միջազգային համագործակցությունը դաշնակիցների հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը ի նպաստ կարող է լինել անվտանգային համակարգի ամրապնդմանը։ Այսօր կնքված այս հուշագրերը մեր ուժեղ խաղաղության առաջին քայլերն են դեր։ Մենք ընդլայնելու ենք մեր համագործության շրջանակները։ Հայաստանին պետք է նոր եւ ուժեղ առաջնորդ։ Եվ ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը եւ գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ եւ ուժեղ խաղաղություն։ Շնորհակալություն։